Պարոն Սարգսյան, տեսեք, երեք ասում եք կասկածյալին հայտնաբերել են, նաև իրեղեն ապացույցներ կան, խոստովանական ցուցմունք տվել է այս պահին, թե ոչ։ Նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չեմ կարող։ Նաև պարոն Սարգսյան մեկ անցնող այս գործով թե միայն ձեռնարկալվածներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի առնչությամբ, դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու եւ հայտնաբերելու։ Պարոն Սարգսյան, քանի որ քաղաքական ենթատեքստի մասին էլ ամեն դեպքում պնդումներ կային, օրինակ վերցանվել են կասկածյալի հեռախոսազանգերը բացառելու համար այդ պնդումները, հա, օրինակ ում հետ է վերջին օրերին խոսել, ավելի կոնկրետ ինչ-որ ԿՊԱ-կան պատգամավորներ եւ այդ շղթայից օրինակ։ Ձեռնարկվել են բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այդ թվում նաեւ ձեր նշածը, վերցանվել են թե հեռախոսային խոսակցություններ, թե ուրեմն տեսախցիկների արձանագրած մեծականակ միջոցառումներ ունեն կատարած, որի մանրամասների վերաբերյալ կրկին այս պահին չեմ կարող հայտնել բացահայտման աշխատանքների չխոչընդոտելու համար։ Պարոն Սարգսյան, նաև վարկած կար, որ թիրախում ոչ թե Վալոդիա Գրիգորյանն էր, այլ Արարատի մարզային վարչության քրեական օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը եւս մահացել էր։ Սրա վերաբերյալ էս վարկածի վերաբերյալ ինչ տեղեկատվություն։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացահայտ հիմնազուրկ պնդում է։ Ցավոք սրտի նաև մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Կարեն Աբրահամյանի մասին կցանկանայի նշել, որ մեր լավագույն գործընկերներից էր, 2012 թվականից էր ծառայության մեջ, ոստիկանության կրթահամալիրներ ավարտել, օպերլիազոր է աշխատել թե այս բաժնում, թե Արմավիրի մարզային քրեական վարչությունում, թե Արարատի մարզի քրեական վարչությունում բազմաթիվ բացահայտումներ ուներ եւ ցավոք սրտի մենք կորցրեցինք մեր լավագույն գործընկերներից եւս մեկ անգամ ներքին գործերի նախարարության անունից ցավակցում եմ հարազատներին եւ գործընկերներին։ Պարոն Սարգսյան, տեսեք, մահացել է նաև ոստիկան։ Այն դեպքում, երբ ամիսներ շարունակ նույն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է կատարել, էլի այլ միջոցառումներ է կատարել, բայց ստացվում է այնպես, որ ինչ-որ մեկը ապօրինի զենքով, նման ապօրինի է զենքը, ճիշտ եմ չէ հասկանում։ Քննությունը պետք է բարի։ Այսինքն ամրակցված զենք է եղել, թե ապօրինի։ Քննությունը նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները կպարզվեն։ Ամեն դեպքում ինչ-որ մեկը զենքով նման հանցագործություն է կատարել եւ թիրախում է նաեւ եղել ոստիկանը։ Չի ստացվում, որ ոստիկանությունը ոչ միայն թերացել է, այլև ըստ էության պատշաճ աշխատանքներ չի կատարել։ Այն դեպքում, որ թիրախում նաեւ հայտնվել է ոստիկան, որը ավելի տեղեկացված է եղել այդ ամենից։ Այսինքն բացատրական աշխատանքներից, այդ բոլոր գործողություններից։ Եվս մեկ անգամ կցանկանայի նշել, որ ոստիկանը ծառայության մեջ չի գտնվել, զուտ ընկերական հարաբերություններ է ունեցել համայնքապետի հետ եւ պարզապես այդտեղ աշխատել է, բայց այդ պահին չի գտնվել ծառայության մեջ։ Ձեր նշած հարցի հետ կապված կցանկանայի նշել, որ այս պահին անցած տարվա համեմատությամբ ոստիկանությունը գրեթե կրկնակի անգամ ավելի է հայտնաբերել ապօրինի զենքի նմուշներ, կարգրավել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Կարող եմ նշել, որ ամփոփ կներեք, կցանկանայի նաև նշել, որ 8 ամսվա տվյալներով ամփոփման նվազել են սպանության դեպքերը երկուսով հանրապետությունում։ Եթե ճիշտ եմ հիշում 7 ամսվա ամփոփումով, այո, անցած տարվա համեմատ նվազել են հրազենով կատարված հանցագործությունները առհասարակ։ Այսինքն ներկայացնել, որ երկրում ծայրահեղ անկառավելի իրավիճակ է, դա անհիմն պնդում է։